բոլորին քրեական պատասխանատվություն ենթարկել Քոչարյանի բարագայով մի հոդված ավելացնել է պետք, ասեմ ինչու, նա բացահայտորեն հայտարարեց Պուտինյան տեսակետը, Ալիևի տեսակետը, որ պատերազմը սկսել է Հայաստանը եւ մեղավորը Հայաստանն է։ Սա պետական դավաճանություն է, շատ ավելին է, քան իր կողոպուտն ու մարդասպանությունն է։ Փողի լվացում, բան դրա մանր խուլիգանություն է։ Պետական դավաճանությունը, երբ որ մարդը կանգնում է ունենալով բանակ, ունենալով այսքան զոհեր, ունենալով հայրենիքի այսպիսի կորուստ, Արցախի տարածք, զենք եւ այլն, եւ գերիներ, ես այն 8-ը նկատի չունեմ, նրանք ռուսական գերիներ են, այդ կապ չունեն մեզ հետ։ Մնացած գերիներ Բաքվում եւ այլն, եւ մարդը բացահայտ հայտարարում էր Հայաստանը, ուրեմն բան է, այսինքն Հայաստանն է սկսել պատերազմը։ Հոդվածը պիտի ավելացնել եւ սրանց պիտի պատժել օրենքի ողջ խստությամբ առանց իջումների։ Եթե չէ կլինի կոնսոլիդացիա, որովհետեւ այդ գրողը որ արեցին, սրանց ողջևորել է, կարող է հաջորդ անգամ ենթադրենք հաջողել։ Եվ նաեւ Սամվելի հարցը պիտի լուծեն։ Ով է նա ռեզիդենտ է, չէ, ինձ թվում է, ենթադրում եմ իհարկե, որ դա FSB-ի մայոր է, կամ էլ սերժանտ է։ Սերժանտ ավելի, բայց նա գործ է անում, ու ռեզիդենտ ինքն է, վստահաբար։ Սամվել Կարապետյանն նաև մի հայտարարություն արեց, որ իրեն բարձր մակարդակով առաջարկել են միջև ձերբակալությունը գնալ փողզիչումների, այսպես ասած հրաժարվել եկեղեցու համար պայքարից եւ դրա դիմաց կստանար հեծը, կստանար այն ամենը, ինչի համար չեմ հավատում ես իրենց։ Ես ոչ մի ռուսական տեսակետի եւ ռուսական քաղաքական ազդեցության կամ ոչ ազդեցության ագենտուրա չեմ հավատում։ Այդ դեպքում ինչու են արվում այս հայտարարությունները։ Դե խոսում է, դե խառնում են, էլի, ասենք մի բան ասում են, որովհետեւ նայած ինչ նպատակով, ինչ կոնտեքստում է ասում, շեղում է, խառնում է եւ այլն, հայրենիքից է խոսում, պետությունից խոսում, ինչ որ բաներ խոսում։ Ու դա ճիշտ չի։ Դրանք եկել են այդ գործն անեն, բայց տապալված են։ Մոսկվան սրանց պատժելու է։ Ես ասել եմ, կրկնում եմ։ Քոչարյան եւ այն սրանք մի օր Մոսկվան կբաժի, մենք չենք էլ հասկանա ինչպես կվերցնի, կհանձնի սրանց էլ երևի Պակիստան, նրանց հանձնեց Բաքու։ Ամեն դեպքում ընդդիմադիր կողմը արդյունքների հետ, ընտրությունների արդյունքների հետ համամիտ չէ։ Համամիտ չեն, ինչին համամիտ չեն։ Այսինքն գողերը գողոպուտի այսինքն այդ ինչ որ անում են, իրենք էին անում 30 տարի, բայց հարցը դա չի, կամ գլխավոր հարցին Հայաստանի Հանրապետությունում Մոսկվայում պետք է ապակայունություն իրենք սապտի անեն, չթողեն աշխատել, քաշքշեն։ Այս հրաման է։ Ամեն դեպքում կհետևենք այս իրավիճակին։ Կհետևենք, կտեսնենք, եթե ակտիվ Հայաստանի իրավապահ լավ կաշխատի, վստահաբար սրանք շատ արագ երեխեքը մի բառ ունեն, կթսկեն, կվերջանա։ Հիմա անդրադառնանք ինչ տեղ ունեցավ ընտրությունների ընթացքում եւ փոքր կուսակցությունների հետ կապված հատկապես։ Փոքրի հետ համաձայն չեմ, բայց մեզ ինչու չհաջողվեց, որովհետեւ մենք նպատակ չենք ունեցել, ես ասել եմ խոշոր այդ զանգվածային կուսակցությունները։ Տեսեք ինչ կատարվեց։ Այն հիշում եք 5-ի բանի այդ մեծ բանավեճը ամսի 4-ի, որ կարող եմ ասել իմ բարակայով նորմալ եղել էլի, բայց ինչ կատարվեց հաջորդ օրը, ժողովուրդը նորից զգալով, որ սրանց գրոհը մեծ է, եւ միտինգը այն որ ԿՊ-ն կազմակերպեց վարչապետը եւ բացատրեց եւ նրանք ովքեր որ մեզ ձայն պիտի տային ուղղակի գնացին այնտեղ որտեղ պետք է ձայն ինձ ուղիղ ասել են իմ համակիրներ ես լուսանկարներ ունեմ ձեզ ցույց կտամ ուղղակի չարժի որ մարդիկ լացում են մի կին ասում է ձեզ ձայն պիտի տանք բայց ասում է հերեշները վերադառնում են նկատի ունեք չփոշիանալու համար չէ ժողովուրդը ինքնաբար նայեցեք Սուլտան Համիդի ժամանակներից վստահաբար դուք ձեր կենսափորձով նաև շատ լավ գիտեք հայության համար ուրեմն անվտանգությունը անձնական եւ պետական տվյալ բարակայում առաջի պլան է երբ ամեն ժողովրդի համար առաջի պլան մեզ մոտ շատ սրված է այդ վիճակը տեսնելով ուրեմն ուղղակի բոլորը համախմբեցին վարչապետին պաշտպանելու ուրեմն տեսակետի մեջ չէ բայց վարչապետից դժգոհներ էլ կային չէ նույնիսկ նրանք այդ տոկոսը ենթադրյալ չապահովեցին եւ պատական չի որ մենք ենք քրիստոնյա ժողովրդավարություն հանրապետության գուսակցությունները
2%-ի մոտ են գումար, այն որ ասում են փոշիացնում եք, բան փոշիացում չի եղել, սա նշանակում է, որ դե ամեն դեպքում ձայնը չեն տվել Չէ, գնաց որ ես դեմ չեմ եղել, ասեմ ձեզ հիմա, ես կարող եմ ասել այդ ամսի 4-ի, եթե դուք հիշեք ամեն մեկս, որ հիշեք, խոսք էինք ասում եւ այլն, ես վերջին բառին ավարտվեց, որ ասի չասեցի ուրեմն ձայն կտակ 12 համարին, ասեցի չեք թողնի ռուսական սեգմենտին, հիշեք, միակ մարդն եմ եղել, ասել եմ չեք թողնի, գլխավոր խնդիրը սա է, այսինքն ուրեմն բարձ է, չէ, ես պետք է ասեի 12-ին բնավ։ Հանդիմադիրներն ասում են ոչ թե դուք այն քարոզչությունը արել որպես ռուսամետ, այլ անընդհատ վախի մթնոլորտ եք ստեղծել իրենց անունները շահարկելով այդ ռուսամետ, պատերազմ բերող եռագլուխ կուսակցություններ։ Ես եռագլուխ եւ ան ոչ մի անգամ այդ բառը չեմ օգտագործել, պատերազմ ասին ընդհանրապես չեմ խոսել, ես դուք գիտեք, որ դուք հաստատ գիտեք, որ ես ռուսական կողմնորոշման վտանգ եմ եւ ոչ թե այն իմաստով ռուսներին ատում եմ, սիրում եմ, չէ։ Ես ոչ մեկին չեմ սիրում, ես սիրում եմ Հայաստան եւ հաջորդին ու վերջ։ Այսինքն դա էլ երկրորդական, ես սիրուց երբեք չեմ խոսել, չեմ էլ սիրում, բայց քաղաքական վտանգը, ռուսական վտանգը իմ խնդիրն է եղել ցույց տալը։ Այստեղ երկրորդ մասը կա։ Հիմա նայեցեք, երկրորդ գործոնն աշխատեց։ Դուք կհիշեք վստահաբար տարի ու կես կլներ մոտավորապես երբ բանի այդ ուրեմն Եվրասիական խորհրդի անվտանգության խորհրդի նիստում Նարիշկինը, այսինքն ՖՍԲ-ի շեֆը, չէ, Հայաստանում հայտարարեց 4 մարդու անուն, որոնք այսինքն իրենց հասկացածով հակառուսական են, բայց դա հակառուսականություն չի, Հայաստանի պետության շահն են պաշտպանել։ Չասեց, չէ, Շինյան Լևոն Կուսակցությունով Արամ Սարգսյան, ուրեմն Հանրապետություն Արման Բաբաջանյան եւ Խզմալյան, ճիշտ է։ Այստեղ Խզմալյանը հիմա ակտիվ չէ, երեքը նույնն էր։ Եվ երկու գործոնը իրենց տեղը խաղացել են դրա համար ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր որ ամբողջ ուժով պաշտպանեցին պետականությունը, որին ես դեմ չեղա, ես էլ ինքս վիճակի մեջ եմ, մեզ համար պետության գորուսն է կարևոր, ոչ թե այն մնացածը իհարկե կարևոր է, բայց թե այս վիճակի մեջ այդպես էր, նաև այդ ընտրողը տեղափոխվեց այստեղ եւ դա նշանակում է մեր ժողովրդի մեջ կա գիտագեցմի հատված, որը ինքնուրույն որոշումներ է կայացնում, չի ընթանում մանիպուլյացիաների եւ իր շահերը հասկանում է գիտակից հատվածը ընտրեց քաղաքացիական պայմանագրին այն հատվածը որ մենք իմ ենթադրյալ էլեկտորատն է այսինքն ծրագրի համակրանք եւ այլն առումով նրանք ես շատ եմ խոսել փաստեր ունեմ հեռախոսի մեջ դրանք ընտրել են Նիկոլ Փաշինյանին մնացածները թե Նիկոլ Փաշինյանն են ընտրել թե քաղաքացիական պայմանագրին դժվարանում եմ ասել, բայց թե դրանք իրարից բաժանել չի, բայց մեր պարագայում Նիկոլ Փաշինյանն են, որտեղ ասենք տեղափոխվել են ուրիշ տեղ, ոչ այլապես իրենք համագիր այլ կուսակցություններ ունեին, նրանք չեք կարող ունենալ մի համագիր կուսակցություն, մյուսի կողք գնալ։ Նիկոլ Փաշինյանը եւ ըստ էության ազգային անվտանգության տեսակետից ճիշտ կատարվեց դուժեցինք թե չէ, մենք չդուժեցինք, մենք որտեղ մենք մեր գործը կանենք, այդ իմաստով ես ասում եմ, որ չենք պարտվել, բարձրապես չենք հաղթել այս վիճակում, բայց ուրիշ բան կա, որ Հայաստանը չունեցավ պարլամենտարիզմ, հիշեք, չունեցավ, այո, խոսում էինք ձեզ հետ, ինչքան փորձեցինք բացատրել, չունեցանք դեմոկրատիայի հիմքի զարգացում, որովհետև ժողովրդավարության զարգացումը խորհրդարանական հանրապետությունում ենթադրում է խորհրդական կյանք եւ այլն, այդ չունեցանք եւ ռուսական սեգմենտի մեջ եղավ կառուցվածքային վտանգավոր փոփոխություն, սա այս երկրորդը Սամվելի այս խումբը դա շատ ագրեսիվ է, դա շատ ավելի փողով է, ավելի դա շատ բան է, կրթված է հավանաբար, չգիտեմ, բայց բոլոր դեպքերում սրանք ունեն նաև միջազգային գավեր, սրանք են գավառականները չեն, ինչ-որ 5 տարի կյանքներս կերան, դրա համար իշխանությունները պետք է հստակ աշխատեն եւ պաշտպանեն մեր պետության պետական եւ ազգային շահերը, մենք էլ հասկանալով բոլորս պետք է իշխանության շուրջ համախմբենք, այնպես ինչպես որ նորմալ երկրներում կլինի, հիմա իրենք ինչ կասեն, ինչ չեն ասի, ինչ
ինչ մանիպուլյացիաներ կանեն, կներեք, ես թքած ունեմ, թե ինչ կասեն, եթե ես տեսնում եք, որ չէ 5 տարի մենք շփում ենք, անում եմ այն ինչ պետք է եւ իմ հեռախոսը եւ իմ հնարավորությունները պատրաստ են երկրի կայունությունն ապահովելու համար, որտեղ մենք արշալույսի մոտ ենք։